ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկինի պատասխան Իրանը պահանջել է երաշխիքներ, որ իր վրա կրկին հարձակում չի լինի, հաղորդում է New York Times-ը, հողում անելով իրանցի պաշտոնյաներին։ Ավելի վաղ Իրանի պետական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի առաջարկինի պատասխան Իրանը մերժել է հրադադարի հնարավորությունը, նշելով հակամարտության մշտական դադարեցման և պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը։ Ավելին պատասխանումներ արված էին Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման վերաբերյալ պահանջներ։ Իրանական առաջարկը ներառում էր երաշխիք, որ Իրանը կրկին չի ենթարկվի հարձակման, ասվում է հայտարարության մեջ, հղում անելով իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գտնվում է անգիտակից վիճակում և բուժում է ստանում։ Այս մասին հայտնում է Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն տեղեկությունը հիմնված է դիվանագիտական գրության վրա, որը կազմվել է ենթադրաբար ամերիկյան և իսրայելական հետախուզական տվյալների հիման վրա և փոխանցվել Պարսից ծոցի դաշնակիցներին։ Ըստ նույն աղբյուրի Խամենեին գտնվում է Քում քաղաքում, Թեհրանից մոտ 130 կիլոմետր հարավ և ծանր վիճակի պատճառով չի կարող մասնակցել պետական որոշումների կայացման գործընթացին։ Նշվում է, որ այս տեղեկատվությունը առաջին անգամ է բացահայտում նրա գտնվելու վայրը, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծում տարածաշրջանում։ Սպիտակ տունը կրկնել է իր սպառնալիքը Իրանը քարե դարի մեջ գցելու մասին, եթե Թեհրանը մինչև վերջնագրի ժամկետի ավարտը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ։ Իրանի իշխանությունները պետք է համաձայնության գան Միացյալ Նահանգների հետ մինչև վաղը, ապրիլի 8-ը, ժամը 20:00-ն, Երևանի ժամանակով ժամը 4:00-ին։ Հակառակ դեպքում նախագահը նրանց կվերադարձնի քարե դար, ինչպես խոստացել էր, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Իրանի արևմուտքում գտնվող Լորեստան նահանգի Խորամաբադի միջազգային օդանավակայանը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածներին, հայտնել է փոխնահանգապետը։ Խորամաբադի օդանավակայանը հարվածի է ենթարկվել ամերիկացի սիոնիստ թշնամիների կողմից, ասել է նա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Ուկրաինան վաղուց արժանի է օրեշնի քրթիրային համալիրով հարվածի։ Նրա խոսքով նման զենքի կիրառման որոշումը կախված է Ռուսաստանի ռազմական ղեկավարությունից, սակայն նա նշել է մի շարք դեպքեր, որոնք ըստ նրա անպատասխան չեն մնա։ Խոսքը վերաբերում է Նովորոսիսկի վրա հարվածներին, Ազովի ծովում բեռնատար նավի խորտակմանը և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը տալ իր երկրի համար, ինչպես նաև 14 միլիոն իրանցիներ, որոնք հայտնել են իրենց զոհաբերելու պատրաստակամությունը, պաշտպանելու Իսլամական Հանրապետությունը։ Ավելի քան 14 միլիոն քաջարի իրանցիներ արդեն հայտարարել են իրենց կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին, Իրանը պաշտպանելու համար։ Ես նույնպես եղել եմ կամ և կլինեմ այն մեկը, ով պատրաստ է իր կյանքը զոհաբերել Իրանի համար, հայտարարել է նախագահը։ Իրանի կողմից պատերազմի ավարտի առաջարկվող ծրագիրը նախատեսում է $2 միլիոն Թուրք Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, հաղորդում է New York Times-ը, հղում անելով անանուն իրանցի պաշտոնյաների։ Հրատարակության տվյալներով 10 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կխուսափեն Իրանի վրա ապագա հարձակումներից։ Այն նաև նախատեսում է, որ Իսրայելը կխուսափի Լիբանանում Հեզբոլլահի դիրքերին հարվածելուց և կվերացնի բոլոր պատժամիջոցները։ Դրա դիմաց Իրանը կդադարեցնի Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակումը և կսկսի գանձել մոտավորապես $2 միլիոն չափով տուրք յուրաքանչյուր նավի համար։ Թեհրանը նաև մտադիր այս միջոցները կիսել նեղուցի մյուս կողմում գտնվող Օմանի հետ։ Իրանը ստացված եկամտի իր բաժինը կօգտագործի Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ավերված ենթակառուցվածքները վերականգնելու վրա։ Հարավային Կորեան շարունակում է չներմուծել ռուսական նավթ, նույնիսկ ԱՄՆ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման պայմաններում։ Այս մասին հայտնել է երկրի առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարությունը։ Էներգակիրների մատակարարման ճգնաժամը, որը առաջացել է Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով, ստիպել է Սեուլին որոնել այլընտրանքային աղբյուրներ։ Նավթ մատակարարող երկրների ցանկում ընդգրկված են ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բրազիլիան և Կանադան, սակայն Ռուսաստանը այդ ցանկում բացակայում է։
Միաժամանակ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջեմյոնը քաղաքացիներին կոչ է արել խնայել վառելիքը, նշելով, որ Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունները երկրի համար լուրջ էներգետիկ սպառնալիք են ստեղծել, սակայն չնայած նավթից հրաժարվելուն, հարավկորեական LG Chem ընկերությունը նախատեսում է Ռուսաստանից ներմուծել մոտ 27,000 տոննա նավթ, բենզինի արտադրության համար օգտագործվող հավելանյութ։ Իրանի արևմուտքում գտնվող օդանավակայանը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից, հաղորդում է Մեհր լրատվական գործակալությունը, հղում անելով տեղական իշխանություններին։ Մի քանի րոպե առաջ Խորամաբադ օդանավակայանը օդային հարձակման է ենթարկվել ամերիկյան եւ իսրայելական ուժերի կողմից, նշվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հարձակման է ենթարկվել մի քանի քաղաքներ։ Ազգային ժողովի հրատապնիստին քննարկվել է ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու հարցը։ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, կողմ է քվեարկել 66 դեմ 16 падգամավոր։ Փոփոխությամբ քաղաքացիական պայմանագրի падգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրան շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաեւ վիրավորական կամ պարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Հայաստանում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան։ Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը։ Նա վստահեցրել է, որ իրենք քննարկումներ են անցկացնում համապատասխան գերատեսչությունների հետ եւ ուղիներ կգտնեն այդ անձանց իրավունքներն իրացնելու համար։ Կարծում եմ, դրա համար օրենսդրական փոփոխություններ պետք չեն, գործնական դաշտում լուծումներ կգտնենք, նշել է Քոչարյանը։ Հայաստանի Հանրապետությունում գործող աուդիովիզուալ լրատվամիջոցները պարտավոր կլինեն բացահայտել արհեստական բանականության միջոցով ստեղծված կամ փոփոխված բովանդակությունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։ Այս պահանջի չկատարումը կհանգեցնի 300,000 դրամ տուգանքի։ Օրենքի պահպանման մոնիթորինգի համար պատասխանատու կլինի տեսչական մարմինը, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, հավելել է Հայրապետյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը որպես երկու զինվորի մայր նշել է, որ ցավ է ապրում իր թիմակցի Անդրանիկ Քոչարյանի խոսքերից։ Նախարարն անդրադարձել է падգամավորի հայտարարությանը։ Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար եւ նորից պետք է ընդգծեմ հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաեւ մինչ իրենց ուսումնառությունը։ Բանակում ծառայելը պատիվ է եւ կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի, նշել է Անահիտ Ավանեսյանը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին է ներողություն խնդրել իր խոսքերի համար եւ նշել. ապրիլի 6-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժևորվում կրթությունը եւ գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն տրված է նման հնարավորություն։ Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները եւ զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ մասնակցել 44-օրյա պատերազմին։ Ցավում եմ, որ պատասխանը տարակարծությունների եւ շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Իր թիմակիցների արձագանքից հետո նշել է Անդրանիկ Քոչարյանը։ Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը։ Բողոքը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Փաստաբանական թիմը հույս ունի, որ դատավորը արագ կքննի բողոքը, քանի որ հարցը վերաբերում է կալանավորի կյանքին։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին զգուշացրել է, որ Բուշերի ատոմակայանի մոտակայքում վերջերս տեղի ունեցած հարվածների վերաբերյալ ռազմական գործողությունը կարող է հանգեցնել լուրջ ռադիոլոգիական վթարի։ Գրոսին զգուշացնում է, որ Բուշերի ատոմակայանի մոտակայքում, որը գործող կայան է եւ ունի մեծ քանակությամբ միջուկային վառելիք, շարունակական ռազմական գործունեությունը կարող է հանգեցնել լուրջ ռադիոլոգիական վթարի, որը վնասակար հետևանքներ կունենա Իրանի եւ նրա սահմաններից դուրս մարդկանց եւ շրջակա միջավայրի համար։ Վերջինս կոչ է արել դադարեցնել կայանի եւ դրա շրջակա տարածքի վրա հարձակումները, նշելով միջուկային անվտանգության համար դրանց ներկայացրած զգալի սպառնալիքը։
Մինչ ազգային ժողովը քննարկում էր ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունները, շենքի դիմաց ակցիային իրականացնում ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի աջակիցները։ Քաղաքացիներն իրենց հետ ունեին Փաշինյանը ոչնչացնում է ժողովրդավարությունը, Փաշինյան սա Ադրբեջան չէ, Փաշինյանը կարող է ոչնչացնել փոփոխությունը գրառումներով պաստառներ։ Հնչում էին նաև ազատություն Սամվել Կարապետյանին վանկարկումներ։ Քաղաքացիական պայմանագրի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությամբ փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անուն ազգանունով դաշինքի մասնակցությունը ընտրությանը։ Հզոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը կարծում է, որ իշխանությունը հասկացել է հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, դրա համար ընկել է պանիկայի մեջ։ Ուրեմն հիմա ազգային ժողովում փորձում են օրենք ընդունել, փոխել ընտրական օրենսգիրքը, որպեսզի արգելեն Հայաստան դաշինք Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Կարապետյան անունը թույլ չտան, որ գրենք։ Այդ խոսում է նրա մասին, որ իշխանականները Նիկոլ Փաշինյանը եւ իր կուսակցությունը երկար ժամանակ է ապրում են վախի մթնոլորտում։ Այդ խոսում է նրա մասին, որ այս ամիսներ շարունակ իրանք կռիվ էին տալիս Սամվել Կարապետյանի նկարների հետ, բառից բուն իմաստով, ուղիղ իմաստով, հիմա կռիվ են անում Սամվել Կարապետյանի անվան հետ։ Այս ժամանակահատվածում ինչով ասես փորձում է Փաշինյանը վախացնել ժողովրդին, թե էլ պատերազմ է լինելու, թե էլ էս կալանավորումներ ապօրինի, ով մի թթու խոսք է ասում կամ ինչ որ մի քիչ արագ ինչ որ շարժ անում, մարդկանց կալանավորում տանում։ Ալիկ Ալեքսանյանը նաև նշել է, որ Հզոր Հայաստան կուսակցության առաջնորդ եւ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կողմից այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն արդեն սկսվել է եւ ընթացքի մեջ է։ Գելապ միջազգային ասոցիացիայի Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության օգտին կքվեարկեին քաղաքացիները։ Հարցվածների 24.3%-ը նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ըստ Նավասարդյանի սա մի փոքր դրական աճ է։ 13.4%-ը նշել է ուժեղ Հայաստան կուսակցություն եւս գրանցել է դրական աճ, 7.9%-ը նշել է Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հայաստան դաշինքին քվեարկել է 5.5%-ը, որը եւս դրական աճ է վերջին 2-3 ամսվա ընթացքում իրականացած փակ հարցումների համեմատական տվյալներով։ ԴՕԿ կուսակցությանը 3.1%-ը քվեարկել, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 1.9%, Լուսավոր Հայաստանին 1.7%, Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը 1.5%, Միասնության թևերին 1.5%, Հանրապետություն կուսակցությանը 1.1%, Հայաստանի ազգային կոնգրես կուսակցությանը 1.1%։ Ընդհանրապես չեմ քվեարկի նշել է 8.1%-ը, կփչացնեմ քվեաթերթիկը 2.7%-ը, դժվարանում են պատասխանել 14.3%-ը, իսկ հրաժարվել է պատասխանել հարցվողների 11.4%-ը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Քննարկվել են միջխորհրդարանական կապերին եւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյա տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ՀԻ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի եւ միջոցառումների օրակարգային հարցերին եւ նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը։ Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների եւ իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը պնդում է, որ զինվորականները հարձակվել են Իրանի հարավում գտնվող ամենամեծ նավթաքիմիական գործարանի վրա։ Իսրայելի ուժերը հզոր հարված են հասցրել Իրանի ամենամեծ նավթաքիմիական գործարանին, որը գտնվում է Ասալուեյում։ Սա հիմնական թիրախ է, որը կազմում է երկրի նավթաքիմիական արտադրության մոտ կեսը, ասել է Կացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում խոցված F-15 կործանիչի երկրորդ օդաչուի որոնումները գրեթե ծախողվել են։ Սպիտակ տան տվյալներով ամերիկացի օդաչուն թաքնվել է Լեռան ճեղքում, որտեղ նրան տեղակայել են հատուկ միջոցներով։ Նրա ռադիոուղերձից հետո, որը ներառում էր Աստծուն գովաբանող խոսքեր, պաշտոնյաները կասկածել են, որ նա կարող է գերության մեջ լինել եւ որ Իրանը կեղծ ազդանշաններ է ուղարկում ամերիկյան զորքերին թակարդի մեջ գցելու համար։
Այնուամենայնիվ օդաչուի հետ ծանոթ մարդիկ հաստատել են զինվորի կրոնական համոզմունքները։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը կմասնակցի Իրանի ներկայացուցիչների հետ հնարավոր ուղիղ բանակցություններին, եթե միջնորդների միջոցով արկա շփումները հանգեցնեն դրանց, հայտնել է Պոլիտիկոն, հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն Վենսը պատրաստ է Իրանի հետ զգայուն բանակցություններ վարել, եթե կուլիսներում տեղի ունեցող շփումները հանգեցնեն Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ անձնական հանդիպմանը։ Թերթը նշել է, որ այս փուլում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը եւ նախագահի փեսան Ջարեդ Քուշները ներգրաված են Իրանի հետ շփումներում, սակայն Վենսը կարող է միանալ, եթե նրանք զգալի առաջընթացի հասնեն։ Ամերիկացիները, ովքեր հավանություն չեն տալիս Իրանի դեմ պատերազմին, հիմարներ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա կրկնել է, որ Իրանը քիչ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր ունի։ Ըստ էության նրանք որևէ հնարավորություն չունեն, նշել է նախագահը։ Թրամփը խոստովանել է, որ մի քանի ամերիկյան ուղաթիռների վրա գնդակներից մնացած բազմաթիվ անցքեր կան։ Իրանը որոշակի հաջողություն է ունեցել իր F-15 կործանիչների պարագայում։ Օդաչուները հիմա լավ են զգում։ Եթե Իրանը Սոլեյմանի ունենար, ամեն ինչ բոլորովին այլ կլիներ։ Մենք դեռ կհաղթեինք, բայց դա ավելի դժվար կլիներ, ընդգծել է Թրամփը։ Իրանից արձակված հրթիռների բեկորները ընկել են Սաուդյան Արաբիայի արևելյան նահանգի էներգետիկ օբյեկտների վրա, պատճառելով վնաս, հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը։ Նախարարության հայտարարության համաձայն բալիստիկ հրթիռի բեկորները ընկել են էներգետիկ օբյեկտների մոտ։ Նախարարությունը հավելել է, որ վնասի գնահատումը ներկայումս ընթացքի մեջ է։ Հայտարարության մեջ չի նշվում, թե կոնկրետ որ օբյեկտներն են հարվածի ենթարկվել բեկորներից։ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը նաև հայտնել են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը որսացել եւ ոչնչացրել է Իրանից թագավորության արևելյան նահանգի ուղղությամբ արձակված 7 հրթիռ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը մնում է Իրանի հետ համաձայնագիր կնքելու վերջնաժամկետը։ Այո, նրանք այժմ բանակցություններ են վարում եւ շատ կարեւոր քայլ են ձեռնարկել։ Լրագրողներին ասել է նա, պատասխանելով հարցին, արդյոք ապրիլի 7-ը երեքշաբթի օրը մնում է գործարքի համար իր վերջնաժամկետը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղայու խոսքով ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանը որևէ զինամթերք չի արձակել Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ։ Մենք հստակ հայտարարել ենք, որ Իրանը ոչ մի հրթիռ չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ եւ ես կարծում եմ, որ երկու նախագահների եւ արտգործնախարարների միջև բանակցությունները պարզաբանել են ցանկացած թյուրըմբռնում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, իրավիճակը նույնն էր։ Մենք հստակ հայտարարել ենք, որ մեր կողմից հրթիռների արձակումները չեն եղել։ Ուստի ես կարծում եմ, որ երկու երկրների միջև փոխըմբռնում կա եւ առաջացած խնդիրները լուծվել են բանակցություններից հետո, ասել է Բաղային։ ԱՄՆ դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանում կամուրջներ եւ էլեկտրակայաններ ոչնչացնելու ծրագրերն անվանել է ռազմական հանցագործություններ։ Ըստ նրա, Թրամփը զանգահարում է լրագրողներին եւ ասում, որ հաջորդ շաբաթ նա կատարելու է զանգվածային ռազմական հանցագործություններ։ Հանրապետական կուսակցության առաջնորդները պետք է կանգնեցնեն նրան։ Կարևոր չէ, որ կամուրջներ եւ էլեկտրակայաններ պայթեցնելը չի բացելու նեղուցը։ Սա նույնպես ակնհայտ ռազմական հանցագործություն է, նշել է Մերֆին։ Երեկ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տոնական եւ հանդիսավոր մթնոլորտ էր։ Սուրբ Հարության Քրիստոսի հրաշափառ հարության տոնին նվիրված պատարագը համախմբել էր մեծաթիվ հավատացյալների, ովքեր տարբեր վայրերից եկել էին մասնակցելու այս լուսավոր օրվա գլխավոր հոգևոր արարողությանը։ Վեհափառ հայրապետի ձեռամբ մատուցվող պատարագը ընթանում էր աղոթքի, խոնարհության եւ հոգևոր վերելքի մթնոլորտում։ Եկեղեցու ներսում եւ բակում զգացվում էր տոնի խորհուրդը՝ հույս, վերածնունդ եւ հավատքի զորացում։ Պատարագի ավարտին հավատացյալների հոսքը ուղղվեց դեպի Վեհափառը։ Մարդիկ փորձում էին հնարավորինս մոտենալ, ստանալ նրա օրհնությունը։ Ոչ արևմտյան Ադրբեջանին շարժման համահիմնադիր Հայկ Նահապետյանը եւս 3 շարժման մյուս ներկայացուցիչների հետ այցելել էին Էջմիածին, մասնակցելու Սուրբ Պատարագին։ Պատարագից հետո Մայրաթորի բակում Հայկ Նահապետյանը շփվել է քաղաքացիների հետ։ Քաղաքացիները նրա հետ զրույցում բարձրաձայնել են իրենց մտահոգությունն ու դժգոհությունը կապված ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի հետ, միաժամանակ ընդգծելով իրենց աջակցությունն ու հավատարմությունը Վեհափառին։
Հանդիպման ընթացքում Հայկ Նահապետյանը ներկայացրել է հայ առաքելական եկեղեցու եւ ամենայն հայոց հայրապետի պաշտպանությանն ուղղված պահանջ խնդրագիրը, որը շարժումը նախատեսում է ներկայացնել եկեղեցիների համաշխարհային խորհրդին։ Մեր նախաձեռնությունը բաց նամակ է վաղը ուղղելու եկեղեցիների համաշխարհային խորհրդի, դա աշխարհում ամենամեծ կառույցն է, 356 եկեղեցի անդամ ունի, 5 միլիարդ բնակչությունից ավել քրիստոնյաներ են եւ կարծում եմ, որ մեր ժողովրդի իրավունք ունի եւ պահանջատել լինել այդ համաքրիստոնեական մեծ կառույցից, որպեսզի ավելի գործուն մեխանիզմներ կիրառի սաստելու Հայաստանի օրվա իշխանությունները, որտեղ նա մեր սրբությունները, մեր հավատի, մեր եկեղեցու, մեր հոգևոր առաջնորդի դեմ է սուրճ ճոճում։ Նախաձեռնությունը ջերմ արձագանք ստացավ ներկաների շրջանում։ Հարյուրավոր քաղաքացիներ ոչ միայն աջակցել են, այլ նաև պատրաստակամություն հայտնել միանալու ստորագրահավաքին, այսպիսով իրենց որդիական աջակցությունը հայտնելով հայ առաքելական եկեղեցուն եւ ամենայն հայոց հայրապետին։ Այսօր ապրիլի 7-ին Երևանում գումարվել է Հայաստանի ազգային ժողովի արտահերթ նիստ։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է առաջարկել ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ։ Սա առաջին անգամն է, որ նման քայլ է տեղի ունենում եւ դա հակասում է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին։ Ըստ առաջարկվող փոփոխության կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ կամ դրանց հոլովաձևեր։ Դիտորդները նշում են, որ այս նախաձեռնությունը հստակ ուղղված է Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր գործարար Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված է իր կուսակցության Հզոր Հայաստանի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվան մեջ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն իր ելույթի ընթացքում նշել է. «Գիշերը մտածեցիք, որ այդ մարդու անունը կխանգարի ձեզ»։ Նշել է նա անդրադառնալով Սամվել Կարապետյանի անունը ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ կուսակցության անվանումից հանելու հարցին։ Մինչ օրակարգին անցնել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 29 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Ակմաչյանին։ Ակմաչյանը համաձայն ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի երդվել է ազգային ժողովի ամբիոնից։ Լուսինե Ակմաչյանը փոխարինել է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից մանդատը վայր դրած Վլադիմիր Վարդանյանին, ով արդեն ընտրվել է սահմանադրական դատարանի դատավոր։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, այս մասին անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշմանն ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Տեսեք, Մոսկվայում քննարկումների ժամանակ ՀԱՊԿ-ի հետ կապված ՀԱՊԿ-ի գործողությունները փորձ էր անում կապել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ, բայց մեր Հայաստանի սահմանների հետ կապված ՀԱՊԿ-ը անելիք ուներ, չէ՞։ Մեր խնդիրը առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի։ Եվ մենք 2-3 անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը։ Այդ աջակցությունը բացի բանավոր այսպես խոսքից ոչ մի հեռանկար մեր համար չի հանդիսացել։ Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետարանների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4.3 միլիարդ դրամի պարգևավճար։ Մարզպետարանների մի մասը հրաժարվել է հետքին ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաները կոնկրետ որքան գումար են ստացել որպես պարգևավճար։ Նրանց մի մասը հորդորել է ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոնք հրապարակվելու են մայիսին, իսկ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետներն առհասարակ խուսափել են ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։ Նախկին վարչապետ ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր եւ Փեսաների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը ներկայացվել է հակակոռուպցիոն դատարան, այս մասին հայտնում է լուրերը։ Դատախազությունը պահանջում է ավելի քան 1 միլիարդ 100 միլիոն դրամ, բազմաթիվ անշարժ եւ շարժական գույքեր։ 2023-ին նույնատիպ հայց ներկայացվել էր նաեւ Աբրահամյանի վերաբերյալ։ Իրավապահների ուշադրությունը գրավել է այն, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու Փեսաները ահռելի ունեցվածք են կուտակել մի պայմաններում, երբ տարիներ շարունակ եղել են պաշտոնատար անձ։ Արթուր Դավթյանը նվաճել է Կահիրեում ընթացող 2026 թվականի գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթը։ Հայ մարմնամարզիկը զբաղեցրել է առաջին տեղը ցատկահարթակում 14.666 միավորով։ Հայաստանը Կահիրեում կայացած աշխարհի գավաթն ավարտել է 3 մեդալով, 2 ոսկե եւ 1 արծաթե։ 3 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նժույգ ձիու վրա, իսկ Արթուր Ավետիսյանը օղակների վրա։
Իրանի մարտադաշտի ստացված ապացույցները հակասում են Սպիտակ տան պաշտոնական հայտարարություններին հակամարտությունում հաջողության մասին, հայտարարել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։ Փորձագետը մատնանշել է ԱՄՆ կառավարության ծայրահեղ անկանխատեսելի վարքագիծը եւ մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը։ Սաքսի խոսքով նա ցնցում է աշխարհը, նա ցնցում է ամերիկացիների մեծ մասին։ Ոչ ոք չի կարող իսկապես բացատրել ԱՄՆ գործողությունների համարձակությունը, անօրինականությունն ու դաժանությունը կամ Թրամփի հռետորաբանությունը։ Նրա հայտարարությունը, որ նա Իրանին կվերադարձնի քարեդար, կարծում եմ ցնցեց բոլորին, ասել է Սաքսը։ Ռուսաստանի զինված ուժերը ավարտել են Ուկրաինայի վրա նոր զանգվածային հարվածի նախապատրաստական աշխատանքները, հաղորդում է ուկրաինական Insider UA-ը։ Հրապարակման համաձայն հարձակումը ենթադրաբար տեղի կունենա առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Ռուսաստանի զինված ուժերը կօգտագործեն մոտավորապես 450 անօդաչու թռչող սարք, 4 MiG-31 կա ինքնաթիռ, կինժալ հրթիռներով եւ մինչեւ 8 Իսկանդեր-M հրթիռներ։ Լիբանանյան Հեզբոլլա շարժումը հրթիռային հարձակում է իրականացրել բրիտանական ռազմանավի վրա, այն սխալմամբ նույնականացնելով որպես իսրայելական նավ, հաղորդում է Իսրայելի 14-րդ ալիքը։ Հեռարձակողը նշել է, որ Հեզբոլլահը Աբսով դասի հրթիռ է արձակել Լիբանանի ափերից մոտավորապես 70 մղոն հեռավորության վրա գտնվող բրիտանական ռազմանավի վրա։ Վերջինս պնդում է, Հեզբոլլահը բրիտանական նավը շփոթել է իսրայելականի հետ եւ անմիջապես որոշել է հարձակվել։ Իրանը կբացի Հորմուզի նեղուցը միայն այն դեպքում, եթե Թեհրանին ռազմական փոխհատուցում վճարվի իր նավերի տարանցման համար։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տեղակալ Սեյեդ Մեհդի Տաբատաբային։ Նրա խոսքով, ամերիկյան կողմը, որը նեղուցի փակման պատճառով սպառնացել էր հարձակվել իրանական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, դիմել է անպարկեշտության եւ անհեթեթության, մաքուր հուսահատությունից եւ զայրույթից դրդված։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Ֆրանսիայից բոլոր պաշտպանական գնումները։ Ի պատասխան Ֆրանսիայի կառավարության կողմից Իսրայելի ինքնաթիռներին Իրանի դեմ գործողության համար նախատեսված զենք տեղափոխելու համար իր օդային տարածքն օգտագործելու մերժման, հաղորդում է Times of Israel-ը, հղում անելով նախարարության խոսնակին։ Հրապարակումը նշում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն գեներալ-մայոր Ամիր Բարամը որոշել է Ֆրանսիայից բոլոր պաշտպանական գնումները զրոյի հասցնել։ Դրանք կփոխարինվեն Իսրայելի ներսում կամ դաշնակից երկրներից գնումներով։ ԱՄՆ քաղաքականությունը մերձավոր արևելքում աղետալի հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար, հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա նշել է, որ ԱՄՆ գործողությունները հիմքից կայրեն մերձավոր արևելքը եւ կվերածվեն կենթանի դժոխքի յուրաքանչյուր ընտանիքի համար։ Մեր ամբողջ տարածաշրջանը կայրվի, քանի որ դուք համառորեն հետևում եք Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրամաններին, հայտնել է խոսնակը։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում ապրիլի 7-ից 3-ը 8-ից 11-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում ձյան եւ թաց-ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Ապրիլի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Ապրիլի 8-ից 10-ն առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ից 3-ը կնվազի 3-ից 4 աստիճանով, Լոռիում եւ Տավուշում 6-ից 8 աստիճանով, ապրիլի 10-ից 11-ից 3-ային ժամերին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Մայրաքաղաքում ապրիլի 7-ից 3-ը 8-ից 10-ը ժամանակ առ ժամանակ, 11-ի գիշերը սպասվում է անձրև։ Ապրիլի 7-ի գիշերը 11-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 9-ից 10-ը սպասվում է քամուշ գնացում 13-ից 16 մետր վարկյան արագությամբ։